Մաթեմատիկան մենակ դպրոցի առարկա չի։ Դա շատ ու շատ ավելին է։ Պատկերացրեք, դա մի հիմնական լեզու է։ Հենց այն լեզուն, որով խոսում է տիեզերքը։ Մենք որպես հետաքրքրասեր մարդիկ ձգտում ենք սովորել այն։ Այս լեզուն օգնում է մեզ հասկանալ մեր գլխավերևի անծայրածի, աստղազարդ տարածությունը։ Դա իրոք հայտնագործությունների համար շատ հզոր գործիք է։ Գիտնականները, իրականության այդ նվիրյալ հետազոտողները, նայում են դեպի տիեզերք։ Նրանք դիտում են մոլորակները, աստղերն ու գալակտիկաները։ Ու ուր էլ որ նայում են, օրինաչափություններ են գտնում։ Սրանք ուղղակի պատահական զուգադիպություններ չեն։ Մաթեմատիկան տալիս է գործիքներ, դրանք նկարագրելու համար։ Դրանք չափելու, դրանց բնույթը հասկանալու համար։ Սա նման է աստղերի համար հոզետյան քար գտնելուն։ Այս անհավանական տիեզերական լեզուն, մաթեմատիկան, թույլ է տալիս մեզ բացահայտել խորը գաղտնիքներ։ Տարածության ու ժամանակի գաղտնիքներ, որոնք մի ժամանակ անթափանց էին թվում։ Մտածեք մաթեմատիկայի մասին, որպես մի յուրահատուկ բանալի։ Մի գլխավոր բանալի, եթե կուզեք, տիեզերքը հասկանալու համար։ Այն չափազանց բարդը վերածում է հասկացությունների, որոնք մեր միտքը կարող է սկսել ընկալել։ Այդ ժամանակ մենք կարող ենք իսկապես գնահատել տիեզերքի վեհությունը։ Համարյա անվերջ փոքրից, ինչպես ատոմները մինչև աներևակայելի մեծը, ինչպես գալակտիկաների կուտակումները։ Մաթեմատիկան կառուցում է հասկացողության ամուր կամուրջ։ Այն տալիս է հետևողական, տրամաբանական հիմք։ Այս հիմքը կապում է այս բոլոր տարբեր մասշտաբները։ Այն բացահայտում է տիեզերքի հիմքում ընկած կարգը, գույց տալով, թե ինչպես է ամեն ինչ մասնակցում մի մեծ նախագծի, մի գեղեցիկ, բարդ ու մաթեմատիկական պարի։ Դարեր շարունակ հին աստղագետները վերև էին նայում։ Նրանք դիտում էին գիշերային երկնքում թափառող լույսերը։ Այդ թափառող աստղերը, որոնք մենք հիմա մոլորակներ ենք անվանում։ Նրանք նկատեցին, որ այս երկնային մարմինները շարժվում են օրինաչափորեն։ Ոչ թե քաոսային, այլ կանխատեսելի ուղիներով։ Նրանք մանրամասն գրանցում էին այս շարժումները, փորձելով վերծանել այս երկնային պարի կանոնները։ Դա տիեզերական հետախուզության սկիզբն էր։ Մաթեմատիկան, հատկապես երկրաչափությունը, դարձավ այս վաղ երկինքը դիտողների համար հիմնական գործիքը։ Մտածեք այնպիսի առաջամարտիկների մասին, ինչպիսին Յոհաննես Կեպլերն էր։ Նա մաթեմատիկան օգտագործեց ցույց տալու, որ մոլորակները շարժվում են էլիպսներով։ Ոչ թե կատարյալ շրջաններով, ինչպես երկար ժամանակ հավատում էին։ Սրանք ճշգրիտ մաթեմատիկական նկարագրություններ էին։ Դրանք համընկնում էին ուշադիր դիտարկումների հետ։ Հանկարծ արեգակնային համակարգը պակաս խորհրդավոր դարձավ։ Հետո եկավ սրիսահակ Նյուտոնը, մի իսկական հսկա։ Նա մեզ տվեց տիեզերական ձգողության օրենքները։ Այս օրենքներն արտահայտված են մաթեմատիկական հավասարումներով։ Հզոր հավասարումներ, որոնք փոխեցին ամեն ինչ։ Դրանք բացատրում են, թե ինչու են մոլորակները պտտվում իրենց աստղերի շուրջ, եւ ինչու են լուսինները պտտվում իրենց մոլորակների շուրջ։ Ձգողականությունը, որը նկարագրվում է մաթեմատիկայով, տիեզերական դիրիժորն է, ղեկավարելով երկնային մարմինների շարժումները։ Այս մաթեմատիկական հասկացողության շնորհիվ մենք կարող ենք նավարկության անհավանական սխրանքներ գործել։ Մենք կարող ենք ռոբոտացված տիեզերանավեր ուղարկել միլիոնավոր մղոններ հեռու, այցելելու մեր արեգակնային համակարգի այլ մոլորակներ, ինչպես Մարսը, Յուպիտերը եւ նույնիսկ հեռավոր Պլուտոնը։ Հաշվարկները պետք է աներևակայելի ճշգրիտ լինեն, առաջնորդվելով շարժման եւ ձգողության մաթեմատիկական օրենքներով։ Սա մաթեմատիկայի կանխատեսող ուժի վկայությունն է։ Հիմա եկեք ավելի հեռու գնանք մեր արեգակնային համակարգից այն կողմ։ Մենք հանդիպում ենք գալակտիկաների, աստղերի հսկայական կղզիների։ Մեր իր կաթինը այդպիսի գալակտիկաներից մեկն է։ Այն պարունակում է 100 միլիարդավոր աստղեր։ Այս գալակտիկաները պարզապես պատահական հավաքածուներ չեն։ Նրանք հաճախ ցուցադրում են զարմանալի, որոշակի ձևեր ու կառուցվածքներ։ Այս ձևերը մաթեմատիկական նկարագրության կարիք ունեն։ Տիեզերքը կարծես արվեստագետի կողմ ունի։ Մաթեմատիկան օգնում է մեզ դասակարգել այս տիեզերական հսկաներին։ Մենք կարող ենք դասակարգել նրանց բազմազան ձևերը։ Կան վեհաշուկ պարուրաձև գալակտիկաներ, ինչպես մեր իր կաթինը։
որոնք ունեն պայծառ կենտրոնից դուրս եկող նրբագեղ թևեր։ Կան նաև էլիպսաձև գալակտիկաներ, հարթ ու ձվաձև, եւ կան նաև անկանոն գալակտիկաներ, ավելի քաոսային։ Մաթեմատիկան տալիս է լեզու այս տարբերությունների համար։ Այն օգնում է մեզ տեսակավորել ու հասկանալ գալակտիկաների բազմազանությունը։ Ավելին, մաթեմատիկան թույլ է տալիս մեզ մոդելներ կառուցել։ Համակարգչային սիմուլյացիաներ, հիմնված մաթեմատիկական սկզբունքների վրա։ Այս սիմուլյացիաներն օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես են գալակտիկաները ձևավորվում, եւ ինչպես են դրանք փոխվում միլիարդավոր տարիների ընթացքում։ Ձգողականությունը, որը նորից նկարագրվում է մաթեմատիկական օրենքներով, գլխավոր դերն է խաղում այս տիեզերական զարգացման մեջ։ Ձգելով գազն ու փոշին իրար, աստղեր ստեղծելու համար, եւ այս աստղերից քանդակելով մեծ գալակտիկական կառույցներ։ Նույնիսկ այն, թե ինչպես են գալակտիկաները տարածված տիեզերքում, դրիվ պատահական չէ, ինչպես ցրված սերմերը։ Նրանք կազմում են մի հսկայական փոխկապակցված ցանց։ Հաճախ անվանում են տիեզերական ցանց, թելերով ու դատարկություններով։ Մաթեմատիկան, վիճակագրական վերլուծության ու մոդելավորման միջոցով, օգնում է մեզ քարտեզագրել այս լայնածավալ կառուցվածքը։ Այն բացահայտում է հիմքում ընկած կարգը, նույնիսկ ամենամեծ մասշտաբներում։ Տիեզերքը կառուցվածք ունի, եւ մաթեմատիկան ցույց է տալիս մեզ, թե ինչպես։ Մաթեմատիկան ավելին է անում, քան պարզապես նկարագրում է այն, ինչ մենք տեսնում ենք։ Այն ավելին է անում, քան բացատրում է տիեզերքի ներկայվիճակը։ Այն գրեթե մարգարեական ուժ ունի։ Այն թույլ է տալիս մեզ կանխատեսումներ անել ապագայի մասին։ Մոլորակների, աստղերի եւ նույնիսկ հենց տիեզերքի ապագայի մասին։ Սա նրա ամենախորը կարողություններից մեկն է։ Մի պատուհան դեպի այն, ինչ դեռ կարող է լինել։ Այս ամենը թվերի ու հավասարումների տրամաբանության շնորհիվ է։ Օրինակ, վերցնենք Ալբերտ Այնշտեյնի հեղափոխական տեսությունները։ Նրա հարաբերականության ընդհանուր տեսությունը, օրինակ։ Սա խորապես մաթեմատիկական համակարգ է։ Գի բարդ հավասարումներով, որոնք նկարագրում են զգողականությունն ու տարածաժամանակը։ Սա պարզապես վերացական տեսություն չէ, այն ստուգելի կանխատեսումներ է անում։ Կանխատեսումներ այն մասին, թե ինչպես է լույսը թեքվում զանգվածեղ մարմինների շուրջ, կամ ինչպես են մոլորակների ուղեծրերը թեթևակի փոխվում, եւ այս կանխատեսումները հաստատվել են դիտարկումներով։ Տիեզերքի այս հզոր մաթեմատիկական մոդելները, ներառյալ Այնշտեյնի տեսությունները, պատմում են մեզ նրա ճակատագրի մասին։ Նրանք կանխատեսել էին, որ տիեզերքն ընդարձակվում է։ Մի հայտնագործություն, որը հետագայում հաստատեց Էդվին Հաբլը, եւ դրանք թույլ են տալիս մեզ ուսումնասիրել տարբեր հնարավորություններ։ Հենց տիեզերքի վերջնական ճակատագրի համար։ Արդյոք այն ընդմիշտ կընդարձակվի, գնալով սառելով։ Թե կարող են լինել այլ, ավելի դրամատիկ վախճաններ։ Այսպիսով, տեսնում եք, մաթեմատիկան լիովին էական է։ Այն մեր տիեզերական գիտելիքների հիմքն է։ Այն թույլ է տալիս մեզ ճանապարհորդել տարածության ու ժամանակի միջով։ Հասկանալու տիեզերքի բոցավառ ծնունդը մեծ պայթյունի ժամանակ։ Քարտեզագրելու նրա այսօրվա զարգացումն ու կառուցվածքը, եւ նույնիսկ մի հայացք գցելու նրա հեռավոր ապագային։ Այս ամենը մեր փոքրիկ, կապույտ դիտակետից երկրից։ Տիեզերքն ունի պատմություն, եւ մաթեմատիկան այն միջոցն է, որով մենք կարդում ենք այն։